Գելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Այսօր ես որոշում կայացրեցի, որ այստեղ եթերի շնորհիվ արձագանքեմ Ազգային ժողովրդավարական բևեռի անդամ Սամվել Ասլիկյանի Facebook-յան պոստին, որը իմ մասին է, ինձ է վերաբերվում, եւ հաշվի առնելով, որ այդտեղ առաջի հերթին, երբ ինքը տեղադրում է այդպիսի post ինձ ուղված, ապա ամբողջ Ազգային ժողովրդավարական բևեռը համահունչ մի կարծիքով բոլորը հավաքվում են միանգամից եւ կլինի դա լայքերով, թե կլինի դա մեկնաբանություններով միանգամից համախմբված մեկ մարդուն թիրախավորում են, իսկ այդ մեկ մարդը ինչքան էլ այդտեղ փորձի մանրամասն գրի, ապա գրելով հաստատ չի ստացվի այդ հարցերին լիարժեք պատասխանել, ես որոշեցի, որ այսպես ուրեմն իմ ալիքի շնորհիվ մանրամասն կպատասխանեմ բոլոր հարցերին եւ ավելին, ես կուղեմ ձեզ ոչ միայն հարցեր, այլ նաեւ իմ գնահատականները, որովհետեւ ինձ զսպում է անկեղծ ասած դրանից, բայց հաշվի առնելով, որ հիմա դուք եք որոշել ինձ թիրախավորել, ապա ինչու ոչ, եւ ես էլ ձեր մասին իմ գնահատականները կասեմ, հենց փաստերով։ Եվ այն ինչ դուք կարծում եք, որ իմ դեմ կոմպրոմատ է, իրականում հակառակը, իմ միայն եւ միայն արդար մոտեցման մասին է խոսում։ Եվ հիմա դրա մասին շատ մանրամասն կխոսենք։ Եվ առաջի հերթին պետք է ասեմ, որ սա ուրեմն ընթերցեմ ձեզ հենց գրածը եւ իմ հայտարարությունը գրել է այսօր եւ Գեորգի Թումասյան անհարմար է, բան ստացվեց, չէ, եւ հետո իմ post-ն է ներքևում, սա է իրական Նիկոլի պրոպագանդիստը, ով այսօր ուղիղ Նիկոլա թուրքական քարոզ է տանում։ Եվ հետո գրում է եղբայր ճիշտն ասա 2021 թվականից հետո գերի են քեզ վերցրել, մի նշան տուր կհասնենք կօգնենք։ Ինչ վերաբերվում է իմ post-ին Facebook-յան, ապա այդտեղ դեկեմբերի 12-ին է 2021 թվականի, այսինքն ընդգծում եմ, որ բոլորդ շատ լավ ընկալեք, հասկանաք, ինչ ժամանակահատվածի մասին է խոսքը եւ ինչպիսի իրավիճակ է։ Եվ ինչ եմ գրում այդ իմ հայտարարությունում, որ ժողովրդավարության գագաթնաժողովին Վրաստանի նախագահը խոսեց Սալոմե Զուրաբիշվիլի մասին է իդեմս խոսքը։ Գագաթնաժողովին չհրավիրված Ռուսաստանի 2008 թվականի ագրեսիայի մասին, իսկ Հայաստանի վարչապետը չխոսեց 2020 թվականի գագաթնաժողովին չհրավիրված Ադրբեջանի եւ Թուրքիայի ագրեսիայի մասին եւ մեկ օր անց Հայաստանը Վրաստանին թողնելով մենակ գնաց բռնապետների գագաթնաժողովին մասնակցելու։ Բացի դրանից հետո գրում եմ. համոզված եմ, որ Սասնա ծռերի ապստամբությունից հետո Հայաստանում հեղափոխությունը կազմակերպեց ԿԳԲ-ն, բերեց բարձր լեգիտիմությունով անձ իշխանությունը եւ իր միջոցով ի գործ կատարեց Լավրովի պլանը, միևնույն ժամանակ օգնելով նախկիններին չդառնալ Արցախի հանձնողները եւ ունեցավ կառավարվող եւ իշխանություն եւ ընդդիմություն բոլոր մնացած կառույցներում, ինչպիսին է պաշտպանության նախարարությունը, Ռուսաստանի վերահսկողությունը փոփոխություն չի կրել։ Այս քայլով ԿԳԲ-ն տամահ արեց Սասնա ծռերի իրական հեղափոխությունը չկայացած հեղափոխությունով եւ պարտված պատերազմով հիասթափեց հայ ժողովրդին, իսկ գեոպոլիտիկ մակարդակով թուլացող Ռուսաստանը թողեց հարավային Կովկաս մտնի Թուրքիան եւ ռուսական գաղութ արևելյան Հայաստանը դառնում է ռուս-թուրքական գաղութ, իսկ գաղութի ադմինիստրատորը ռուսական գործակալից դառնում է ռուս-թուրքական։ Այո, 2021 թվականի դեկտեմբերի 12-ին ես առել եմ այս գրառումը եւ եթե Սասնա ծռերը կամ Ազգային ժողովրդավարական բևեռը կարծում են, որ սա իմ հանդեպ կոմպրոմատ է,
եւ այսօրվա իմ մոտեցումները այն իմ մոտեցումների հետ համեմատ կոմպրոմատ են, որ իբրև ինձ գերի են վերցրել, խնդիրը հենց դրանում է։ Ուրեմն մենք գործ չունենք քաղաքական գործիչների հետ եւ անկեղծ քաղաքական գործիչների։ Տեսեք, առաջի հերթին այստեղ ինքը նշում է Սամվելը, որ Նիկոլի պրոպագանդիստ եմ դառել։ Առաջի հերթին ես կասեմ դա մեծ անհարգանք է իմ հանդեպ, որովհետև ես միշտ ընդգծել եմ, շարունակում եմ ընդգծել, որ ես առանձին գործող հասարակական քաղաքական գործիչ եմ, համայնքային այդ թվում Վրաստանում առաջի հերթին։ Եվ ես որևէ մեկի պրոպագանդիստ չեմ եղել եւ չեմ լինի։ Ինչու, որովհետև եթե ես որևէ մեկին աջակցում եմ, ապա դա իմ սեփական քաղաքական օրակարգն է։ Դա շատ բացահայտ եմ ասում։ Եվ եթե որևէ մի ուժ, որևէ մի քաղաքական գործիչ կամ քաղաքական ուժ կուսակցություն ի նպաստ է իմ պատկերացումով իմ սեփական քաղաքական օրակարգին, որի մասին մենք ձեր հետ բազում ենք խոսել, բայց ես նաև իհարկե պատրաստ եմ միշտ խոսել, թե ինչ սեփական քաղաքական օրակարգ ունեմ, ապա ես այդ ուժերին աջակցում եմ։ Եթե ես տեսնում եմ որևէ մեկը այդ օրակարգի դեմ է, ես այդ ուժերի դեմ եմ գործում։ Հիմա բացահայտ ասեմ, մանրամասն այստեղ ինչ գրված է։ Այո, 2021 թվականին դեռ չկար ռուս-ուկրաինական պատերազմը։ 2021 թվականին արդեն կար Ռուսաստանի դավաճանությունը Լեռնային Ղարաբաղում։ 2021 թվականին Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պատերազմից հետո նշանակում է Արշակ Կարապետյանին պաշտպանության նախարար։ Բացահայտ գիտենք, որ ռուսական գործակալ է, Մոսկվան է հրահանգ տվել իրան նշանակել այդ պաշտոնին։ Այսօրվա Նիկոլ Փաշինյանը հետախուզում է, հռչակում Արշակ Կարապետյանին, դատարանը կալանավորում է իրան, եթե ինքը գա Հայաստան, եթե իրան ձերբակալեն, եւ իր գալը Հայաստան Մոսկվայից նշանակում է իր ձերբակալում։ Մեղադրվում է Արշակ Կարապետյանը Սև լճի ուղղությամբ զորքերը հետ քաշելում։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բացահայտ այդպիսի քրեական գործ հարուցելով եւ հետապնդում հայտարարելով անձի, որը Ռուսաստանն են պահանջել, որ ՊՆ նախարար նշանակվի, բացահայտ ասում է Ռուսաստանն է այնպես արել, որ զինված ուժերը Հայաստանի հետ քաշվեն եւ ադրբեջանական զինված ուժերը ներխուժեն Սև լճի ուղղությամբ։ Ուստի ով հասկանում է քաղաքական առումով, կներեք քաղաքականությունը վարչապետին չի տալի հնարավորություն ամեն ինչ ուղիղ եւ բացահայտ ասել։ Մասնագետները հենց դրա համար են, որ հասկանան ինչ է տեղի ունենում եւ երկրի ղեկավարները շատ սահմանափակ գնահատականներ են տալի։ Ես ձեզ ավելին ասեմ, սիրելի հայրենակիցներ, այն ինչպիսի ես իմ ալիքում ձեզ տեղեկատվություններ եմ ձեր հետ կիսում, ես կիսում եմ դա, որովհետեւ չունեմ պաշտոն։ Ունենալով որևէ բարձր պաշտոն, ես ձեզ ուղիղ եմ ասում, ես չէի կարողանա ձեր հետ այսպես բաց խոսել այդ հարցերի մասին։ Ուստի սա պետք է միշտ հաշվի առնել։ Հիմա այս տրամաբանությունը տեսանք, բայց այստեղ այդքան մանրամասն տրամաբանություններ կան, որ ես իհարկե պատրաստ եմ քննարկել, այո, ինչու Ադրբեջանի եւ Թուրքիայի չնշելը այն ժամանակ ես կարծում եմ, որ ուրեմն խնդրահարույց էր, որովհետեւ Գագաթնաժողովի հարթակը ներկայացնում էր ժողովրդավարություն, բռնապետություն ուղղությունը, դեռ չկար Դոնալդ Թրամփ, կար Բայդենի աշխատակազմ, որի համար ժողովրդավարություն, ավտորիտար համակարգներ առճակատումը էլ ավելի մեծ կարևորություն ուներ, եւ այդ ուղղությամբ կարծում եմ, որ Հայաստանը պետք է այդպիսի գնահատականներ տալ։ Ես իմ կարծիքը չեմ փոխել այդ առումով։ Հիմա ինչ վերաբերվում է մնացածին։ Գրում եմ համոզված եմ, ապա դա իմ գնահատականն է, բայց գնահատականն է ինչ իրավիճակում։ Ներկա իրավիճակում դեկտեմբերի 12, 2021 թվականի Նիկոլ Փաշինյանը մնում է հապկում, Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի հետ է միայն 90%-ով Ռուսաստանն է մատակարարում, Արշակ Կարապետյանը գնում է
եւ հանդիպում է կազմակերպում Շոյգուի հետ, որը իրան կինջալ է նվիրում, հիշում եք, եւ վերազինման մասին է խոսքը Հայաստանի զինված ուժերի, Հայաստան-Ադրբեջան սահմանում ամբողջությամբ գտնվում են ռուսական հենակետներ, եւ ես այո, դա քննադատել եմ, ես ավելին ասեմ, ազգային ժողովրդավարական Բևեռին եւ Սասնա ծռերին 2018 թվականին ես Նիկոլ Փաշինյանի տարբեր բարձր պաշտոնյաներին հենց հեղափոխությունից հետո միանգամից առաջարկել եմ չնայած ամեն ինչի, չնայած իրանց խոստումների փոխել արտաքին քաղաքականությունը։ Եվ ցավոք Նիկոլ Փաշինյանը դա չի արել, իր թիմը այն ժամանակ ինձ հնարավորություն չտվեցին իր հետ անձամբ շփվեմ, ով Արթուր Վանեցյանը։ Ես քննադատում եմ Նիկոլ Փաշինյանին, որ ինքը KGB-ի ղեկավարի տնօրենի ուրեմն փոխտնօրեն Արթուր Վանեցյանին նշանակեց KGB-ի տնօրեն հայկական։ KGB եմ ասում, որտեվ ԱԱԾ-ն ու KGB-ն տարբեր բաներ են։ Այդ վաղ իրականում KGB էր եւ Արթուր Վանեցյանը կռիմնաշը KGB-շնիկ է։ Եվ ես դրա մասին բացահայտ գրել եմ եւ ես բազում տարիներ Նիկոլ Փաշինյանին դրա համար քննադատել եմ։ Եթե մարդիկ նոր են ինձ ճանաչում եւ կարծում են ես Նիկոլ Փաշինյանի բուրըն աջակից եմ եղել միշտ, ապա ես եղել եմ իր աջակից այն ժամանակ, երբ հեղափոխությունը տեղի ունեցավ եւ դրանից հետո միայն քննադատել եմ, երբ իր քայլերը իմ պատկերացումով չեն եղել համահունչ մեր նպատակներին։ Միակ ժամանակը, երբ քննադատությունս կարելի ասել զսպել եմ, դա պատերազմի ժամանակ էր, երբ ես նպատակահարմար չեմ գտել, որ թիրախավորեմ Հայաստանի կառավարությանը եւ ամբողջ իմ ռեսուրսով թիրախավորել եմ, այդ թվում վրացերեն առաջ երթին, Ադրբեջանի կառավարությանը, մեղադրելով ամեն ինչի մեջ, որովհետեւ Ադրբեջան նկատի ունեմ ինչ որ անում էին, որովհետեւ իմ պատկերացումով մեղքը Ադրբեջանինն էր, այլ ոչ թե Հայաստանինը, եւ ոչ թե Հայաստանի իշխանություններին է ինչ տեղի էր ունենում ադրբեջանական հարձակման ընթացքում։ Բայց դրանից հետո նաեւ եւ սա վառ օրինակ է, ես աջակցել եմ եւ աջակցելու եմ բոլոր այն ժամանակ, բայց աջակցել եմ բոլոր քաղաքական ուժերին Հայաստանում, որոնք պատկերացնում են, որ մենք պետք է դուրս գանք ռուսական ազդեցությունից, եւ դա իմ համար նշանակում էր ռուս-թուրքական ազդեցությունից դուրս գալը։ Ազդեցությունից դուրս գալը չի նշանակում, որ մենք առհասարակ անտեսում ենք իրանց բաղադրիչները, հարգելի հայրենակիցներ։ Ոնց կարելի է անտեսել պետություն, Թուրքիա կամ Ադրբեջան, որի հետ մենք ունենք այդքան երկարության սահման։ Ոնց կարելի է անտեսել երկու հարևան պետությունին։ Ավելին ձեզ ասեմ, ազգային ժողովրդավարական բևեռը առհասարակ լավ տեղեկացված չի, մենք ինչ մթնոլորտում ենք ապրում։ Հիմա ասեմ, Հայաստանի Հանրապետության արևելյան ամբողջ սահմանը ադրբեջանցիք են ապրում, արևմտյան ամբողջ սահմանը թուրք-ադրբեջանցիք, Թուրքիայի ուղղությամբ, հետո հարավում Նախիջևանում ադրբեջանցիք են ապրում, արևելյան սահմանը հայ-ադրբեջանական ադրբեջանցիք են ապրում, հայ-իրանական սահմանը, որ անցնում ես 20 միլիոն ադրբեջանցի է ապրում, Վրաստանով 3 անցակետ կա, 3 անցակետից 2-ը, որ անցնում ես, Գուգութի եւ Սադախլոյի ուղությունով Բագրատաշեն, դեպի Մարնեուլի ադրբեջանցիք են ապրում, միայն 1 անցակետ կա Հայաստանի տարածքից, որը գալիս է դեպի հայաբնակ եւ վրացաբնակ շրջան, Սամցխե Ջավախեթի շրջան Վրաստանի Բավրայով։ Եվ եթե դուք այս տեղեկատվությունը տիրապետեիք, ապա կգիտենայիք մենք, որ իրական շրջափակման մթնոլորտում ենք ապրում թուրք-ադրբեջանական էթնիկ բաղադրիչով։ Եվ վտանգները, սպառնալիքները այդքան մեծ են, որ հայրենասիրական հայտարարություններով սահմանափակվելը Արարատը մերն է եւ այլն տրամաբանությունը, որը դուք պոպուլիստական փորձում եք առաջ տանել, այդ քարտեզը, որը նույն Սամվել Ասլիկյանը ունի իր էջում, cover-ի վրա դրած, դա հայ ազգի ցեղասպանության քարտեզն է, որովհետև առաջի հերթին այդ քարտեզը ներառում է ոչ միայն տարածքային պահանջներ Ադրբեջանի եւ Թուրքիայի հանդեպ, որոնք կումուլատիվ ուղղությամբ Ադրբեջանը 10 միլիոն բնակչություն է, 3 անգամ մեզանից շատ, իսկ Թուրքիան առհասարակ ՆԱՏՕ-ի երկրորդ ամենահզոր բանակն է,
Մերձավոր Արևելքում եւ Եվրոպայի մայրցամաքում միջուկային կոմպոնենտը, որ հանես, փաստացի ամենահզոր բանակն է, այն էլ շատ ագրեսիվ հայերի հանդեպ, ապա դուք դրանով հրահարում եք Հայաստանի եւ հայկական բնակչության այստեղ փաստացի ոչնչացում, ցեղասպանություն, ձեր հայրենասիրական թեզի տակ։ Եվ եթե դրանով որևէ մեկի հայրենասիրությունն եք նվազեցնում, ապա շատ զարմանալի բան եք անում։ Դա պոպուլիզմ է կոչվում։ Բացի դրանից այդտեղ ներգրաված է Վրաստանի տարածքները։ Եվ ես հերու այդ թվականներին միջև 21 թվականը, շատ վաղուց միջև 21 թվականը, ինչպես Վրաստանի հայ համայնքային հարթակի նախագահ, Վրաստանի հասարակական գործիչ, եկել եմ ձեր մոտ ԱԺԲ-ի եւ Սասնա ծռերի գրասենյակում, հանդիպել եմ ձեր բևերի խորհրդի հետ եւ 3 ժամ ես եւ հայրս ձեզ նստած բացատրում էինք, որ Վրաստանի հանդեպ տարածքային մկրտումները, որը դուք դրսևորում եք, առաջի հերթին վնասակար է Վրաստանի հայության համար, երկրորդը հայ-վրացական հարաբերությունների համար, եւ դա փաստացի բերելու է նրան, որ Վրաստանի հետ ունենալու է կամ պատերազմային իրավիճակ, այո, քարտեզի վրա տարածք ներառելը, նկատի չունեմ, որտեվ ձեր բացատրությունը այն է, որ սա տարածքային պահանջ չէ։ Գիտեք ինչ, ձեր բացատրությունները ձեզ պահեք։ Երբ որ դուք ասում եք մենք Վրաստանի հետ կպայմանավորվենք, ինձ այսօր էլ գրեց Սամվելը այդտեղ մեկնաբանություն, դուք ում նկատի ունեք Վրաստանում։ Ում նկատի ունեք։ Կարող է պատկերացնում եք, որ Վրաստանը ձեր ցանկությունների եւ մտքերի պետություն է կամ հասարակություն է եւ ոնց որ դուք եք պատկերացնում, այդպես է։ Կներառեք Վրաստանի տարածքը ձեր քարտեզի վրա, բայց հետո կասեք մենք դա պահանջ չէ եւ Վրաստանի հետ կպայմանավորվենք երկկողմ ձևաչափով։ Ձեզ ով էդի ասեց։ Ում հետ եք Վրաստանում պայմանավորվելու։ Իսկ կարող է ես ձեզ, երբ որ ընկերավարի շատ մոտիկ ասում էի դա չընկալեցիք, կարող է հանրային արդեն ասեմ, որ եթե մեկի հետ պետքա պայմանավորվեք Վրաստանում, դա ես եմ, որ քաղաքական դաշտը արևմտամետ ամբողջությամբ միակ հայն եմ փաստացիով, որ այստեղ այդ դաշտում ոչ միայն գործում է, այլ առաջնորդ է, արդեն չասած այն, որ առհասարակ այսօր քաղաքական դաշտում եւ իմ ազդեցությունը, որ հաշվի առնենք Վրաստանում եւ Հայաստանում։ Ուստի ես եմ ձեզ ասում, ձեզ չի ստացվի պայմանավորվել Վրաստանի հետ։ Դուք քաղաքական գործիչներ չեք։ Քաղաքական գործիչը չի կարող 80% պետությունը Հայաստանի, որ կախվածություն ունի Վրաստանից, միատ իր քարտեզով, միատ իր պոպուլիզմով, այդ քարտեզի շնորհիվ քանդի հայկական պետության 80%-ային տնտեսության կախվածությունը, հայկական այստեղ համայնքի անվտանգությունը, առհասարակ միակ պետությունը, որի միջոցով Հայաստանը կարող է կապնվել արևմուտքի հետ Վրաստան սև տարբերակով։ Թե դուք կարծում եք ձեր ուզածով Վրաստանը ձեզ ճանապարհներ կտա եւ դուք այդ դեպքում վրացազգի ցանկությունները եւ մոտեցումները պետք է անտեսեք։ Ձեզ ով է դա ասել։ Որտեղից եք բերել։ Ես ձեզ ավելին ասեմ, դուք չեք ճանաչում վրացիներին, քարտվելներին ավելի ճիշտ։ Դուք իրանց հետ առհասարակ կապ չունեք եւ չեք պատկերացնում։ Ես այստեղ ծնվել եւ մեծացել եմ եւ այստեղ եմ ապրում եւ այստեղ եմ գործում եւ այդ ճկունությունը միշտ ունեցել եմ, որ կարողանամ բալանսավորել վրացական եւ հայկական շահերը այստեղ։ Ուստի եւս մեկ անգամ միայն դա նշանակում է, որ ձեզ իշխանություն գալը վտանգավոր է Հայաստանի Հանրապետության համար, որովհետեւ դուք այդ մինիմալ բանը չեք ընկալում եւ ես փորձել եմ ձեզ բացատրեմ, որովհետեւ իմ նպատակը ինչու՞մ է։ Իմ նպատակը այս փուլում նրանում է, որ Հայաստանում լինի առողջ իշխանություն եւ ընդդիմություն, որոնք կլինեն ազատ ռուս-թուրքական տրամաբանությունից, կլինեն արևմուտքի հետ դաշնակցության կողմնակից։ Հիմա դա չի նշանակում խզել կապերը Ռուսաստանի, Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ։ Առհասարակ չի նշանակում։ Դիվանագիտությունը, ես մասնագիտությամբ դիվանագետ եմ, նշանակում է թշնամուտ հետ խոսելը, թշնամուտ հետ, այո, համագործակցելը, գիտենալով, որ ինքը քո հակառակորդը թշնամին է։ Այո, եւ եթե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շարունակում էր պնդել, որ Ռուսաստանն է Հայաստանի անվտանգության ճարտարապետության մասը, ապա այսօր դուք ամբողջությամբ անտեսում եք իրականությունը, այստեղ գրում եք խոսքին։
ի պատասխան ինձ։ Եվ ես դա մանրամասն հիմա նաև դրան կպատասխանեմ, բայց նաև վերադառնամ դեռ ուրեմն այս գնահատականին, այո, ՊՆ-ում Ռուսաստանի ազդեցությունը, որը ես գրում եմ, չկա այլ ՊՆ-ում Ռուսաստանի այդ ազդեցությունը, նվազել է 90%-ային կախվածությունից Հայաստանի զենքի գնման Ռուսաստանից մինչև 10-ից պակաս, դա թվերով։ Բացի դրանից քաղաքական ազդեցությունն է նվազել, զորավարժություններում մասնակցությունը, հապկում մասնակցությունը սառեցված է։ Ինչ վերաբերվում է հարցին, որ մենք հապկից դուրս չենք եկել, այո, ես համարում եմ, որ մենք հապկից պետք է դուրս գանք։ Ես գովում եմ Հայաստանի իշխանություններին, որ սառեցրել են հապկի հետ այդ ուրեմն կարգավիճակը, բայց քննադատում եմ եւ ասում եմ, որ պետք է վերջապես ամբողջությամբ դուրս գանք։ Ի համեմատ ձեզ, որոնք չեն տեսնում, որ հապկի հետ հարաբերությունները սառեցված են, որոնք մեկ անգամ չեն ասել, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է արել, սառեցրել է հապկի հետ համագործակցությունը, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է արել Ադրբեջանի սահմանից ռուսական հենակետերը հանելը, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է արել թուրքական եւ իրանական սահմանից տարբեր հատվածներում ոչ ամբողջությամբ մասնակի տեղի է ունենում, հանգստացեք, սահմանապահ զորքերի հանումը։ Դուք մի անգամ չեք ասել, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է արել, որ նոյեմբերի 9-րդ կետով ՖՍԲ-ին չտվեց այդտեղ հնարավորություն վերահսկողության եւ տարավ եւ Վաշինգտոնում ստորագրեց դա։ Դուք չեք ասել։ Դուք բացահայտ չեք ասել, որ Վաշինգտոնի համաձայնագիրը հայանպաստ փաստաթուղթ է։ Դուք դա չեք ասել։ Դուք չեք ասել, որ Միացյալ Նահանգների հետ ռազմավարական հարաբերություններ ձևավորումը, որը օգոստոսի 8-ի փաստաթղթի մաս է, Հայաստանի ճիշտ արտաքին քաղաքական բևեռ է, ուղղություն է, շարժ դեպի ճիշտ արտաքին քաղաքականության բևեռ։ Դուք դա չեք ասել։ Դուք չեք ասել, որ Հայաստանի Հանրապետության կողմից Եվրոպական միության առաքելությունը Հայաստանում բերելը եւ մերժելը հապկի առաքելությունը դա Նիկոլ Փաշինյանի որոշումն է եւ դա ճիշտ է, դուք դա չեք ասել։ Դուք չեք մասնակցել Եվրոպական միությունում անդամակցության այդ Եվրաքվեի գործընթացին եւ դուք դրան նաեւ դրական գնահատում չեք տվել եւ դրանից հետո երբ իշխանությունները եւ Նիկոլ Փաշինյանը որոշեցին եւ ի օգուտ դրան քվեարկեցին, դուք դրան չեք ասել, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է արել, որ դա արել է։ Դուք չեք դուրս եկել եւ ասել Նիկոլ Փաշինյանը ճիշտ է արել, որ ԱԱՑ-ից դուրս ստեղծել է արտաքին հետախուզության ծառայություն, որը մենք գիտենք, որ ֆրանսիական կողմի հետ համագործակցությունով է ստեղծվել եւ որը կենսական կարեւորություն ունի Հայաստանի անվտանգության համակարգի անկախության համար, որը փուլ առ փուլ պետք է տեղի ունենա, դուք դա չեք արել։ Դուք չեք դուրս եկել եւ դրական գնահատել Հայաստան Եվրոպական միության ռազմավարական օրակարգը, որը օրերս ստորագրվել է։ Դուք չեք դուրս եկել եւ դրական գնահատել Հայաստան Միացյալ Թագավորություն ռազմավարական հարաբերությունները։ Դուք չեք դրական գնահատել Հայաստան-Գերմանիա ռազմավարական հարաբերությունները, որը օրերս ուրեմն կնքվեց։ Դուք չեք արել դա։ Դուք շարունակում եք քննադատությունները, բայց այստեղ կա կարևոր հարց. ինչու համար եք քննադատում։ Ես քննադատում եմ նրա համար, որ փոխվի մոտեցումը։ Ես ասում եմ Հայաստանը պետք է դուրս գա հապկից։ Դուք ասում եք Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, որ Հայաստանը դուրս գա հապկից։ Ես այդպես չեմ համարում։ Ես տեսնում եմ, որ ձեր թիրախը ոչ թե մեր արտաքին կամ ներքին քաղաքականությունն է, ձեր թիրախը Նիկոլ Փաշինյանն է։ Եվ դուք կանգնած եք բոլոր այն ուժերի հետ միասին, որոնք սպասարկում են ԿԳԲ-ի շահերը հիմա։ Այո, եթե Սասնա ծռերի ապստամբությունը այն ժամանակ եղել է իրական այդ ռուսական համակարգից դուրս գալու փորձ, ապա ակնհայտ է, որ իհարկե հեղափոխությունը 2018 թվականի ժողովուրդն է կազմակերպել։ Բայց եթե մենք խոսում ենք Նիկոլ Փաշինյանի մասին այդտեղ, ապա այո, Նիկոլ Փաշինյանը երբ եկավ, ինքը իրան դրսևորեց ինչպես ռուսամետ քաղաքական գործիչ։ Ինքը ասեց, որ ես չեմ փոխում արտաքին քաղաքականությունը, ես մնում եմ Ռուսաստանի հետ դաշտում, չնայած նրա, որ ինքը շատ լավ գիտեր, որ Ռուսաստանն է
Հայաստանում ձևավորել այսպիսի պետական կառավարում, որ Ռուսաստանը, այդ թվում Ղարաբաղյան հարցում, պատրաստվում է Լավրովի պլանը իրականացնել։ Եվ Նիկոլ Փաշինյանը դա չարեց, այդ ուղղությամբ գնաց եւ սխալվեց։ Ավելին ասեմ, ես այդ գնահատականը տվել եմ, ես իմ մոտեցումը չեմ փոխելու, չեմ փոխե, որ Նիկոլ Փաշինյանը սխալվեց, երբ համաձայնվեց միայն ռուսական խաղաղապահ զորքին Լեռնային Ղարաբաղում։ Այո, դա Նիկոլ Փաշինյանի սխալն է։ Եթե այդտեղ լինեին ԵԱԿ Մինսկի խմբի բոլոր 3 համանախագահների խմբերը խաղաղապահ, ապա իրավիճակը կլիներ լրիվ ուրիշ։ Եվ ես, երբ դուք այդ հայտարարություններն եք անում, ձեզ աջակցել եմ։ Եվ դա եւս մեկ անգամ նշանակում է, որ ես եղել եմ անկեղծ։ Լավ, գոնե դուք գիտեք, որ ձեզ ինչու փոխարեն եմ աջակցել, ոչ մի բանի, առհասարակ, ուղղակի եմ աջակցել։ Եվ ինչու եմ ավարտել ձեզ աջակցելը եւ հիմա աջակցում եմ շատ քայլերին, որը Նիկոլ Փաշինյանն անում է, ոչ միայն իրան, ընդդիմադիր արևմտամետ ուժերին նաեւ, ուրիշ ուժերին, տարբեր, որոնք փորձում են նաեւ ճիշտ դրսևորում ունենալ, ես ինչու եմ դա անում։ Ուղղակի որևէ շահագրգռվածություն չունենալով անձնական։ Ավելին ասեմ, իմ անձնական շահագրգռվածությունը Հայաստանի պետականությունն է, որը ես կարծում եմ, որ վերջի տարիների ընթացքում Ռուսաստանից անկախության զուգահեռ հզորացավ շատ կարևոր ձևով եւ Նիկոլ Փաշինյանի ներդրումը դրանում շատ մեծ է եւ ես գնահատում եմ այդ ներդրումը։ Ես կարծում եմ, որ հայկական կողմի բազմավեկտոր քաղաքականությունը այլընտրանք չունի եւ այո, մեր քաղաքականության մեջ կա Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացում, Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացում։ Երբ ես այստեղ ասում եմ ռուս-թուրքական տրամաբանությունը տարածաշրջանում, ապա սրա դուրս գալու հնարավորությունը ոչ թե Ռուսաստանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունները խզելն է, այլ գտնել դաշնակիցներ արևմուտքում։ Անում է Հայաստանը, սա թե ոչ։ Այո, անում է։ Միացյալ Նահանգներում, Կանադայում, Եվրոպական մայրցամաքում, ԵՄ, Միացյալ Թագավորությունները, Ֆրանսիա առաջերտին, ինչու չեք դուրս գալի ասում, որ Ֆրանսիայի հետ մեր հարաբերությունները այսպիսի բարձր մակարդակի վրա են։ Չէ, դու գիտեք ինչ եք ասում։ Ֆրանսիան զորում է Նիկոլ Փաշինյանին, ստիպում է, այդ Թբիլիսի բարբառն է։ Միացյալ Նահանգները ստիպում են Նիկոլ Փաշինյանին, Եվրոպական միությունը ստիպում է Նիկոլ Փաշինյանին, ուրեմն դուք պղծում եք արևմտյան այդ պետությունների պատկերացումները իրանց մասին։ Դուք կարծում եք, որ Միացյալ Նահանգները եւ Եվրոպական միությունը Ռուսաստանի նման են, որ Նիկոլ Փաշինյանին կանգնեն, ստիպեն որևէ բան անի։ Ոչ, դա այդպես չէ։ Եվ Նիկոլ Փաշինյանն է այո այսօր ընտրում եւ իր քաղաքական թիմը, որը ունի մանդատ քվե ժողովրդից, որ վարի առաջերտին դեպի արևմուտք ուղղված քաղաքականությունը, բալանսավորելով հարաբերությունները մնացած պետությունների հետ։ Ես երբեք կողմ չեմ եղել որևէ մեկի հետ թշնամանքի։ Հիմա ինչ վերաբերվում է մնացած հատվածին այստեղ, ապա այստեղ նշում եմ, որ այո, ռուս-թուրքական ազդեցությունն է այստեղ մեծանում եւ այո, դա KGB-ի ծրագիրն էր, որ ռուս-թուրքական ազդեցությունով տարածաշրջանը այստեղ փակեն։ Բայց դուք նաեւ չեք գնահատում ամբողջությամբ իրավիճակը։ Ադրբեջանը ինքը նաեւ դուրս եկավ նոյեմբերի 9-ի տրամաբանությունից եւ գնաց Վաշինգտոն ստորագրելու։ Վաշինգտոնը ունեցավ այստեղ կարևոր դեր եւ Վաշինգտոնը բերեց այդպիսի օրակարգ տարածաշրջան, այդ թվում պայմանավորվելով Թուրքիայի հետ։ Եվ այսօրվա փաստաթղթերը բերում են Վաշինգտոնի ներկայությունը տարածաշրջան։ Դա փաստ է։ Բացի դրանից դուք առհասարակ չեք ընկալում, չեք վերլուծում եւ հասկանում Վրաստանում ստեղծված իրավիճակը։ Եվ ես բազում անգամ դրա մասին խոսել եմ։ Եվ իմ եւ ձեր նախկինում շփումները պետք է ձեր համար նաեւ լիներ հնարավորություն, որ մի փոքր ավելի լայն ընկալեք քաղաքական գործընթացները, քան միայն ցանկությունների մակարդակով, որտեղ ցանկությունների մակարդակով ես էլ շատ մեծ ցանկություններ ունեմ։ Իմ նախնիները Կարսից են։ Գիտեք ինչքան ցանկություն ունեմ, բայց ցանկությունները քաղաքական իրականության հետ եւ պետության անվտանգության հետ կապ չունեն։
Հակառակը կարան շատ մեծ վտանգներ ստեղծել հայկական պետության անվտանգությանը, իսկ ես առաջերտին ինձ թույլ չեմ տա որևէ իմ քայլով վտանգ ստեղծեմ Հայաստանին։ Եվ դուք էլ չպետք է ձեզ թույլ տաք իմ պատկերացումով։ Պոպուլիզմը դրա լավ հնարավորություն է։ Պատասխանատվություն չունես, ինչ ուզում ասում ես։ Եվ հիմա պետք է հստակ խոսել, որովհետև դուք կամ տեղյակ չեք, կամ չեք հետևում, կամ չեք ուզում տեղյակ լինել, բայց ես չեմ կարող ձեզ տեղյակ չպահեմ։ 2023 թվականի դեկտեմբերին Վրաստանը ստանում է Եվրոպական միության անդամակցության թեկնածուի կարգավիճակ։ Մինչև այդ 2023 թվականի մարտին, ապրիլին Վրաստանը ռուսական ինոագենտների մասին օրենք է ներկայացնում եւ փորձում է խոչընդոտել առհասարակ այդ օրակարգը, որ չստանա այդ կարգավիճակը, որտեղ Վրաստանում ռուս օլիգարխ Բիձինա Իվանիշվիլին է իշխանությունում եւ տանում է ռուսամետ քաղաքականություն։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Էմանուել Մակրոնի հետ հարաբերություններում եւ բանակցություններում տարբեր աղբյուրներից սա գիտեմ հաստատված բարձրաձայնում է շատ անգամ եւ առաջ է մղում Վրաստանի համար Եվրոպական միության թեկնածուի կարգավիճակ տալը։ Տալիս են, բայց մի պայմանով, որ Վրաստանի տարածքով այդ թվում այդ պայմանը Մակրոնն է դնում, Վրաստանի տարածքով ֆրանսիական զենքի մատակարարում տեղի կունենա դեպի Հայաստան։ Բաստիոնների մատակարարումները տեղի ունենում։ Հա, իդեմս դուք էլ երևի, եթե չեմ սխալվում, դա էլ չեք ողջունել առհասարակ։ Դա էլ է կարևոր։ Նիկոլ Փաշինյանը դուրս է գալի եւ հայտարարություն է անում, որ հիմա տարածաշրջանում իրավիճակը փոխվել է եւ արդեն երկու պետություն, ֆորմալ առումով այդպես է, Թուրքիա եւ Վրաստանը, դե Թուրքիան վաղուց տասնամյակներ է արդեն ունի այդ Եվրոպական միության անդամակցության կարգավիճակը, բայց իրականում իհարկե հասկանալի է Վրաստանի մասին է խոսքը եւ Հայաստանը ունի փաստացի իրավիճակ, որ կարող է շարժվել դեպի Եվրոմիություն։ Ուստի այն, ինչ ես ուզում եմ, եւ ես դրա համար պայքարում եի Վրաստանի ներսում ամենավտանգավոր իրավիճակում եւ վայրերում, ավելի ճիշտ միջև հիմա էլ եմ պայքարում, դա առանձին թեմա է։ Դա նրա մասին ես առհասարակ անկեղծ եմ, անկեղծ չեմ, ինչով եմ զբաղված եւ այլն։ Ինչ օրակարգ ունեմ, հա, ում օրակարգով եմ շարժվում, հիշեցնեմ իմ սեփական։ Եվ եթե կարա ինչ-որ մեկը հարց տալ, ով է իմ ուսուցիչը, կարամ շատ պարզ ասեմ, որ իմ հայրս Սարգիս Գեորգի Թումասյանը։ Եթե որևէ մեկը հիմա չէ, երբ ուզես այդ հարցը ունենա, ով է իմ ուսուցիչը կամ ումից եմ ես խորհուրդներ ստացել, ցավոք ինքը իմ կողքս չէ, որ շարունակի խորհուրդներ տա, բայց նույն այդ տրամաբանությունով եւ շարունակում եմ գործեմ եւ միշտ կգործեմ։ Ուստի միայն մեկ ուսուցիչ եմ համարում, որ ունեմ։ Եվ ինչ վերաբերվում է օրակարգին, Հայաստանը դուրս է գալի օրակարգով եւ հունվարի 2024 թվականի արդեն ստորագրվում է Հայաստան-Վրաստան ռազմավարական հարաբերությունների մասին փաստաթուղթ։ Չեմ գիտա, դու դա էլ չեք ուրեմն ողջունել, ինչքանով ես գիտեմ։ Նիկոլ Փաշինյանի այդ քայլը չեք ողջունել։ Դրանից հետո 2024 թվականի ապրիլի 5-ին տեղի է ունենում Բրյուսելում Նիկոլ Փաշինյան, ձեր ամենաչսիրած մարդը, Ուրսուլա ֆոն դեր Լայն, ձեր համար դաշնակից, ոնց հասկանում եմ, Եվրոպական միության նախագահ, Անթոնի Բլինքենը, պետդեպի ղեկավար Միացյալ Նահանգների, էլի ձեր համար դաշնակից, ինչ որ զարմանալի տրամաբանություն է, հա, որոնք երրակողմ պայմանավորվածություններ են ձեռք բերվում, երրակողմ։ Եվ այդ թուղթը, ինչպես հանրային է, այդպես էլ փակ։ Եվ ես գիտեմ իր բովանդակությունը, ինչպես հանրային, այդպես էլ փակ։ Եվ այդ թղթի բովանդակությունը նրա մասին է, որ արդեն Վրաստանով, ինչպես դա բացմասում էլ կա, տեխնացուի Եվրոպական միության անդամակցության տեխնացուի կարգավիճակ ունեցող պետության տարածքով տեղի կունենա Հայաստանի համար տնտեսության դիվերսիֆիկացման կապերի ստեղծում եւ բոլոր այդ ճանապարհների բացում։ Հիմա թարգմանեմ ձեր համար, ձեր մոտ կան մասնագետներով, սա պետքա որ հասկանան եւ գիտենան, բայց ես զարմանում եմ անկեղծ ասած, նույնիսկ այդ մասնագետների մոտեցումներից շատ անգամ նեղ քաղաքական մոտեցումներ են առնվազն եւ դա նշանակում է, որ տնտեսական կախվածությունը, որը Հայաստանը ունի ԵԱՏՄ-ից, պետք է նվազեր Վրաստանի միջոցով Եվրոպական միության հետ կապի, որովհետեւ ֆիզիկական սահմանը պետք։ Ինչ է տեղի ունենում 2024 թվականի նույն ամսվա
ապրիլի 29-ին ռուս օլիգարխ Բիձինա Իվանիշվիլին, ավելի ճիշտ Բարիս Գրիգորիևիչ Իվանիշվիլին, որի դեմ ես պայքարում եմ եւ պայքարում մեի եւ հիմա էլ եմ պայքարում եւ դա ամենավտանգավոր հարցն է, մի հատ ուրիշ հայ ես չեմ տեսել առհասարակ, որ այս պայքարի մեջ մասնակցի առհասարակ, նկատի ունեմ այս մակարդակով, քաղաքական մակարդակով, որով ես եմ մասնակցում, այդ թվում Հայաստանից էլ եւ այլն, ուստի ավելորդ են այստեղ գնահատականները, ես դա անում եմ Վրաստանում, Վրաստանի քաղաքացի լինելով եւ բազում դատական գործեր եմ ունեցել դրա պատճառով։ Մեր անորությունը ինքը կգնահատի, ես ինչ եմ անում, ինչու համար եմ անում եւ ինչքանով անկեղծ եմ դրա համար։ Եվ լուրջ խնդիրներ եմ ունեցել եւ ունեմ իմ սեփական տարբեր առումներով դրա համար, բայց դա ինձ չի կանգնեցնում, որովհետեւ ես հասկանում եմ ինչ է տեղի ունենում եւ ինչու համար եմ ես սա անում։ Հիմա կանգնեցնում է Վրաստանի եվրոպական ինտեգրումը, հայտարարելով, որ Եվրոպական միությունը դա գլոբալ պատերազմի կուսակցություն է։ Նույն այդ ժամանակահատվածից ֆրանսիական զենքի մատակարարումները կանգնում են։ Հայաստանը հայտնվում է իրավիճակում, երբ արևմտյան զենք ստանալ փաստացի չի կարող։ Հիշեցնեմ, ձեր իսկ պահանջով նաև դուք աջակցում եք դրան։ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերություններ չպետք է զարգանան, չպետք է սահման բացվի։ Վրաստանի հետ Վրաստանը դե ֆակտո բլոկադա է սկսում Ռուսաստանի պատվերով, դե Իրանի հետ էլ արևմտյան ուղղությունով ինչքան բարդ է հնդկական զենք կարանք ստանալ, բայց ինչ որակի է հնդկական զենքը Հնդկաստան-Պակիստան պատերազմում երևաց, արդյոք ֆրանսիական զենք կարանք ստանալ, չեն կարող ստանալ Իրանով, ինչպիսի իրավիճակ է, այնտեղ էլ պատերազմ էր, շատ լավ գիտեք, եւ այլն, դա շատ լուրջ հարցեր են։ Հայաստանը փաստացի գտնվում է այդպիսի շրջափակման եւ մեկուսացման մեջ զինված ուժերի ուղղությունով։ Առանց զինված ուժերի, որոնք այնպես էլ հզոր հարված են ունեցել Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո եւ Ադրբեջանի հարվածներից հետո մեր սուվերեն տարածքների վրա հայկական զինված ուժերը շատ խոցելի իրավիճակում են գտնվում։ Առանց վերազինվելը փաստացի մենք չենք կարող նույնիսկ խոսել նրա մասին, որ կարող ենք մեր դիրքերը պաշտպանել։ Հայաստանը հայտնվում է շատ ծանր իրավիճակում 2022 թվականի ապրիլից 24 թվականի ապրիլից հետո եւ ակտիվորեն այդ ցույցերի մեջ ես մասնակցում եմ նախընտրական Վրաստանում գործընթացում, ելույթ եմ ունենում, ելույթում տարբեր կոչեր եմ ունենում, չեմ մասնակցում որևէ կուսակցությունում, աջակցում եմ բոլոր ընդդիմադիրներին նրա համար, որ հաղթանակ լինի, որ ապահովենք, բաց ասել եմ իմ ելույթում, հայթվում հայերեն, այստեղ առաջի անգամ կարծեմ անկախ Վրաստանի պատմության ընթացքում ազատության հրապարակում Վրաստանում մայրաքաղաքի կենտրոնում հայերեն է ելույթ ունեցել քաղաքացին եւ այդպիսի մեծ հանրահավաքին տասնյակ հազարավոր մինչեւ 100,000 մարդ էր այդտեղ եւ ասել, որ բացեք Հայաստանի եւ Վրաստանի միասնական ճանապարհը։ Դուք զուգահեռ դրա ինչ է տեղի ունենում, ընտրությունները հոկտեմբերին էին, Եվրաքվեի համար, ուրեմն ստորագրություններ էին հավաքվում։ Եվ ես գոհություն եմ ասել այդ թեմայով, շնորհակալություն եմ ասել եւ ասել եմ աջակցելու եմ Եվրաքվեի բոլոր այդ ուժերին, որովհետեւ այդ ուղղությունով են տանում։ Դա չի նշանակում, որ ես պատասխանատվություն եմ վերցրել Եվրաքվեի որևէ քաղաքական ուժի համար, առհասարակ արձանագրենք, էլի։ Ես պատասխանատու եմ իմ համար։ Եվ քաղաքական առումով ես աջակցում եմ միայն ինձ։ Եվ եթե զուտ ընտրվելու քաղաքական մասնակցության, քաղաքական առաջնորդության մասին է խոսքը, ապա ես աջակցում եմ ինձ։ Եվ երբ պետք կլինի, ես ինձ կառաջադրեմ ինչպես թեկնածու, որտեղ էլ դա լինի եւ ինչպես էլ դա լինի։ Միջև այդ ես բոլորին կաջակցեմ, ինչը նպաստում է այն ընդհանուր գծին, որի մասին մենք խոսում ենք, որը ի նպաստ հայկական պետությունի է։ Ես իմ պայքարը ամբողջությամբ տանում եմ ներքաղաքական, տեսնելով, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը անում է արդեն ավելի ճիշտ, հասկացել է, որ Ռուսաստանը դավաճան է, հասկացել է Ռուսաստանը ինչ իրավիճակում է, գնում է արևմուտքի հետ մոտենալուն, Ռուսաստանի դերը նվազեցնում է, բալանսավորում է քաղաքականությունը, բայց միևնույն ժամանակ տեսնելով, որ այո, Ադրբեջանը շարունակում է մկրտումներ Հայաստանի Հանրապետության ուղղությամբ։ Ուստի Հայաստանը ընտրում է այս իրավիճակում, հատկապես այն իրավիճակում, որի մասին դուք էլ գիտեք, որ Արևմուտքը Լեռնային Ղարաբաղի հարցում աջակցում է Ալմա Աթայի հռչակագրին հետ-սովետական սահմաններին, ուստի նրան, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է, դուք դա էլ շատ լավ գիտեք, բայց դուք երբեք դա չեք ասում, խաբում եք հայ ժողովրդին, որ իբրև Արևմուտքը աջակցում է այդ քարտեզին եւ սահմաններին, որը բոլորի հայերի համար կարելի ասել, որ այո,
շատ ընդունելի կարա ընկալվի, որ ինչու ոչ, պատմական հայրենիքը եւ իրական հայրենիքը, որ նույն բանը լինի։ Բայց դա այդպես չէ։ Եվ դուք գիտեք, որ բոլոր պետությունները, որոնց հետ դուք դաշնակցության մասին եք խոսում, Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, Միացյալ Թագավորություն, եվրոպական բոլոր մնացած պետությունները ասում են Հայաստանի տարածքային ամբողջականություն հետ սովետական Ալմա-Աթայի հռչակագրի 29743 քառակուսի կիլոմետրի տրամաբանությամբ։ Դուք դա չեք նկատում։ Դուք ասում եք Նիկոլ Փաշինյան, բայց այդ բոլոր պետությունները եւ առաջնորդները իրանց հայտարարությունները դուք անկեղծ չեք։ Բացի դրանից, ես իմ ամբողջ ջանքերը տրամադրում եմ արդեն նրան, որ Վրաստանում մենք ունենանք քաղաքական փոփոխություն։ Ես շարունակում եմ իմ ջանքերը տրամադրել այս ամենաբարդ ուղղությամբ, Վրաստանի ուղղությամբ, որովհետև հիշեցնեմ ձեզ, որ Հայաստանի տնտեսությունը 80%-ով կախված է Վրաստանից, հիշեցնեմ ձեզ, որ միակ տարածքը, որով Հայաստանը կապվում է ոչ թուրքերի հետ, դա Վրաստանի Սամցխե Ջավախեթի շրջանն է, որը իդեմս դուք քարտեզի վրա նշանակած ունեք, եւ որը նշանակում է ոչ միայն Ջավախկայության գլխին աղետ, այլ նշանակում է առասարակ Հայաստանի շրջափակում։ Մի հատ բացեք էթնիկ քարտեզը տարածաշրջանի, մի հատ նայեք էթնիկ քարտեզին, եթե ուզում եք ձեզ մարդիկ լուրջ ընկալեն ինչպես քաղաքական գործիչներ, այլ ոչ թե ակտիվիստներ, այլ ոչ թե ուղղակի մեկնաբաններ եւ լրագրողներ։ Բացեք էթնիկ քարտեզը մի հատ տարածաշրջանի, ոչ քաղաքական, էթնիկը։ Հիմա ես այդ քայլերը մինչև այսօր եմ շարունակում Վրաստանում։ Երբ Վրաստանը ընտրությունները կեղծելուց հետո 2024 թվականի նոյեմբերի 28-ին կանգնեցրեց Եվրոպական միության անդամակցության գործընթացը, ես ամենաակտիվ մասնակիցներից, քաղաքական առաջնորդներից մեկն եմ եղել եւ մնում Վրաստանում մինչև այսօր, ով այդ գործընթացում դեմ է։ Մինչև հիմա էլ տարբեր իմ մասնակցությունը այստեղ տարբեր քաղաքական գործընթացների, ցույցերի կազմակերպման եւ այլը դրան են ուղղված, որովհետեւ ես բացահայտ ասել եմ եւ ասում եմ միակ տարբերակը Վրաստանի համար եւ Հայաստանի համար դա միասինն է շարժվել դեպի Եվրոմիություն։ Առանց Վրաստան, որը այսօր Ռուսաստան վերահսկողության տակ է, դուք որ տարածքով եք Եվրոպական միության եւ Միացյալ Նահանգների հետ կապնվելու, Թուրքիայի տարածքով, բա դեմ եք Թուրքիայի հետ սահմանին բացելու։ Հիմա ինչ վերաբերվում է Թուրքիայի հետ սահմանին բացելու, մենք քաղաքական գործիչներ ենք, թե մենք պոպուլիստներ ենք։ Ասեմ ինչու։ Վրաստանը նույն այդ ժամանակահատվածից արդեն 2025 թվականի սկզբից արդեն ասացի, որ զենքի մատակարարումները ոչ օրինական ձևով փակել է։ Սկսում է փակել հայկական ալկոհոլի, ծաղիկների, ձկնեղենի, գազի ինչ որ առումով եւ ուրիշ մատակարարումները եւ ստեղծում խոչընդոտներ հայկական տնտեսության համար։ Եվ ես բացահայտ ասում եմ, որ այո, Վրաստանում այդ ժամանակ կիսվում եմ Հայաստանի իշխանությունների հետ, որ Վրաստանում ռուսական ռեժիմը ձևավորվել է եւ Հայաստանը պետք է գտնի այլընտրանքներ։ Եվ այո, ես ողջունում եմ, որովհետեւ ես նույն գնահատական եմ տվել, որ արևմուտքի միջոցով պետք է մենք կարողանանք ոչ միայն խաղաղություն բերել Ադրբեջանի հետ հարաբերություններում, այլ նաեւ բացել Թուրքիայի հետ սահմանը, որովհետեւ չի կարելի մնալ կախվածության մեջ Վրաստանից, այսինքն Ռուսաստանից։ Այսօր, ցավոք, դա կփոխենք, դա ուզում եմ փոխել, բայց ես գործում եմ ոչ թե իմ ցանկությունների իրականությունում, որ Վրաստանը Եվրոպական միության անդամ է, այլ որ Վրաստանը հակաեվրոպական, հակաամերիկյան այսօր պետություն է, որը կառավարվում է Ռուսաստանի կողմից, որը նաև հակահայկական է, որովհետև Հայաստանի դեմ է անում քայլեր։ Եվ ես ասում եմ, այո, Թուրքիայի հետ սահմանը բացելը կարա տա մեր հնարավորություն մեզ, որ չլինի ուրեմն Վրաստանի նման կարգավիճակ Հայաստանում։ Եվ դա ադապտացում է այն իրականությանը, որը ստեղծվել է տարածաշրջանում։ Մյուս կողմից տեղի ունեցավ Միացյալ Նահանգներում, որտեղ որ ես վերջերս էի գտնվում, քաղաքականության փոփոխություն, Դոնալդ Թրամփը նաև փոխել է իր մոտեցումները շատ հարցերի շուրջ, ժողովրդավարության շուրջ եւ այլն, ինչը ստիպված բերել է նրան, որ մեր դիրքերը թուլացել են եւ ավտորիտար պետությունների ազդեցությունը ել ավելի աճել։ Հիմա մենք
պետք է ադապտացվենք իրականությանը, թե մենք պետք է իդեալիստներ մնանք, որոնք հավատացյալ են, որ այսպես է ճիշտ։ Մենք ինչու համար ենք պատասխանատու ռեալ պոլիտիկի եւ պետության անվտանգության ժողովրդի ճակատագրի, թե զուտ նրա, որ մենք ճիշտ լինենք։ Եթե ճիշտ լինենք, ապա ես կարող եմ ասել, որ մեզ ոչ մեկի հետ սահման բացել պետք չի, մենք միանգամից Եվրոպական միությունում անդամակցենք։ Ո՞նց։ Մենք ելք դեպի ծով չունենք, ո՞նց։ Ու միջոցով։ Բայց դուք դա չեք ընկալում։ Դուք կարող նկարել քարտեզ, որը կասեք, որ սա է իրական քարտեզը, եւ վերջ։ Եվ ուզում եք, որ ժողովուրդը աջակցի, բայց անցնենք ուրիշ հարցերի։ Այս գործընթացում Ռուսաստանը բացահայտ կազմակերպում է, փորձում է կազմակերպել պետական հեղաշրջում Հայաստանում։ Ուրեմն Ադրբեջանի հետ խաղաղությունը խախտելը, որ Ռուսաստանին է պետք, Ադրբեջանին էլ էր պետք։ Ադրբեջանը դա ուզում էր, որ գրավեր Սյունիքը։ Ինչու դա փոխվեց, որովհետև Միացյալ Նահանգները ասացին ոչ, եւ Հայաստանը այդ գործընթացի մեջ ակտիվ նաեւ միասին է։ Եվ դրանով ձևավորվեց Վաշինգտոնի օրակարգը։ Բայց Ռուսաստանին դա ձեռ չի տալի։ Ռուսաստանին պետք է նորից պատերազմ Լեռնային Ղարաբաղի ուղղությունով։ Ինչու՞։ Որտեղ մենք պարտվելու ենք այդ պատերազմում։ Եվ այս անգամ Ռուսաստանը դուք եք դա նախկինում ասում։ Ուզում է Սյունիքում ձևավորել Լեռնային Ղարաբաղի պես խաղաղապահ առաքելություն։ Այդ նպատակով պետք է իհարկե սահմանազատում տեղի չունենար։ Առաջի սահմանազատումը երբ տեղի ունեցավ Տավուշում, քաղաքացի Բագրատ Գալստանյանը, Վազգեն կարծեմ Գալստանյանը, դուրս եկավ եւ եկեղեցին մտցրեց քաղաքականության մեջ, եկեղեցու անունով փաստացի սկսեց պայքար խաղաղության եւ սահմանի դեմարկացիա դելիմիտացիայի դեմ։ Դուք նրա փոխարեն, որ հասկանայք, որ եկեղեցին կառավարվում է KGB-ի կողմից, Կտրիչ Ներսիսյանը KGB-ի գործակալ է, հոկտեմբերի 27-ը KGB-ի գործընթաց էր, բոլորը դա գիտեն, եւ Կտրիչին նշանակել ամենայն հայոց կաթողիկոս KGB-ի ծրագիր էր։ Իր ստեղծած այդտեղ համակարգը KGB-ի համակարգ է։ Իր աջակցությամբ բացա այդ սրբազան պայքարը շարժումը տեղի է ունենում, դուք այդ գործընթացին աջակցում եք։ Մյուս հոգևորականը դուսա գալի ասում է հեղաշրջում պետք է կազմակերպենք, դուք այդ գործընթացին աջակցում եք։ Էլի Կտրիչի աջակցությամբ։ Կտրիչը Մոսկվայի հետ է ուղիղ։ Կտրիչի եղբայրը Մոսկվայի հետ է ուղիղ։ Դաշնակցությունը, որը KGB-ի գործիք է, բացահայտ աջակցում է Գալստանյանին, Կտրիչին, Աջապահյանին։ Դուք կանգնած եք դաշնակցության Կտրիչի կողքը, KGB-ի գործակալների կողքը։ Ես ձեզ փորձել եմ չթիրախավորել, այդ թվում դրանով ձեզ էլ ավելի ուշադրություն ձեր հանդեպ ուղղակի չզարգացնելով։ Բայց հիմա ես հստակ կասեմ, դուք աջակցել եք KGB-ի ծրագրին, հիմա դուք դա հասկացել եք, թե չեք հասկացել, դա հաստատ իմ խնդիրը չի։ Որովհետև հայկական պետությունում տեղի ունեցավ փոփոխություններ, այո, Նիկոլ Փաշինյանը եւ մենակ ինքը չի, չէ, մի անձի մասին չի, պետական կառավարման համակարգը, կառավարությունը առհասարակ բոլորը հասկացան, որ այսպես շարունակել չկարելի եւ տեղի է ունենում հետ քայլ, ես դրա մասին մանրամասն խոսեցի, փոփոխություն, անվտանգային, արտաքին եւ այլն, եւ այդ տրամաբանության մեջ հասկանալի է լինում, որ հիմա Ռուսաստանը փորձելու է իշխանազավթում տեղի ունենա։ Սամվել Կարապետյանն այդ նպատակով ուղարկում։ Սամվել Կարապետյանը բացահայտ Իվանիշվիլի երկու գործընթացը կանգնում է Կտրիչ Ներսյանի կողքը, դուք կանգնում եք Կտրիչ Ներսյանի կողքը, ուստի կանգնում եք Սամվել Կարապետյանի կողքը։ Ուստի կանգնում եք Իվանիշվիլի երկու գործընթացի կողքը։ Բայց ես հիշում եմ դուք Իվանիշվիլի քննադատում եք։ Հիմա հարց. դուք ինչի եք փոխվել, ես չեմ փոխվել։ Ես չեմ փոխվել, այդ ձեր այսօրվա պոստը իմ մասին, ես առհասարակ չեմ փոխվել։ Ես նույն այն մոտեցումների վրա եմ, որի վրա եղել եմ։ Նիկոլ Փաշինյանը փոխել է իր մոտեցումները, եկել է այս դաշտ, դուք փոխել եք մոտեցումները, գնացել եք այն դաշտ։ Ես մնացել եմ, որտեղ որ եղել եմ։
Իմ մոտեցումները Հայաստանի Հանրապետության անվտանգությունը ապահովելն է, այլ ոչ թե իմ ցանկությունները, նորից իմ նախնիները Կարսից են։ Գիտեք ինչքան կարամ խոսեմ իմ ցանկությունների մասին։ Իմ նախնին Հովհաննես Մազմանյանն է։ Կարսի ամենաերիտասարդ Հայաստանի առաջի հանրապետության ամենաերիտասարդ գնդապետը, Կարսի առաջի գնդի հրամանատարը։ Իր պատմությունը առհասարակ նրա մասին է, եւ դա իմ ընտանեկան պատմություն է։ Պայքարի մասին է Կարսի պաշտպանության համար։ Ինչ անձնական կարևորություն ունի իմ համար Կարսը, ես դրա մասին ավելորդ է որ խոսեմ։ Բայց ես չեմ կարող դրա պատճառով Հայաստանի Հանրապետությանը եւ քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության վտանգի տակ դնեմ։ Եվ այո, աշխարհի այսօրվա համակարգը, եթե ձևավորված է ստեղծված, ճանաչված միջազգային սահմանների վրա, մենք պետք է ինչքան էլ ցավալի չլինի մեր համար, այդ օրակարգով գնանք։ Դա կարելի է համեմատել այո մեր նախկին պատմական հայրենիքի հետ եւ ասել, որ դա անարդար է, կարելի է համեմատել քրդերի հետ եւ ասել, որ քրդերը 30-40 միլիոն ազգ են, իրենց հայրենիքում են ապրում, բայց պետություն չունեն անկախ։ Տարբեր կարծիքներ կարելի է ունենալ, արդար է թե արդար չէ։ Ասորացիք առհասարակ չկան փաստացի եւ էլի շատ ուրիշ բաներ, ալբանացիք չկան խոսքին առհասարակ, ալբանական պետություն է եղել։ Հարցը դրանում չէ։ Հարցը նրանում է, որ մոտեցումները փոխվեցին եւ Նիկոլ Փաշինյանը իր մոտեցումը փոխեց, բայց դուք չնկատեցիք դա։ Դուք անցաք միևնույնը այն հատված բևեռ, որը գործում է փաստացի այսօր ինքնիշխան հայկական պետության ձևավորմանը։ Իսկ ինչ վերաբերվում է այո այս թուրքական թեզին, գիտեք, Հայաստանի Հանրապետությունը պարտվել է պատերազմում եւ հաշվի առնելով, որ մեր անվտանգային համակարգը ձևավորված էր եղել Ռուսաստանի հիմքի վրա, ինչը ես քննադատել եմ, դա չի նշանակում, որ մենք Ռուսաստանի հետ կապերը պետք է խզենք։ Առնվազն այն պատճառով, որ մենք այնտեղ համայնք ունենք շատ մեծ, ու իրանց անվտանգության մասին նաև պետք է մտահոգ լինենք։ Բայց նաև, գիտեք, քաղաքականությունը բալանսավորման մասին է առհասարակ, շահերի։ Եվ դու չես կարող քեզ պահել իբրև Շվեյցարիայի հարևանն ես, որովհետև չենք Շվեյցարիայի հարևանը։ Չես կարող քեզ պահել իբրև Գլենդելում ենք ապրում, որովհետև չենք ապրում Գլենդելում։ Հայաստանը ունի 4 հարևան կոնկրետ եւ ունի տարածաշրջանային ավելի լայն պատկեր 3 կայսրության, որում այս իրավիճակում ապրել ենք։ Եվ եթե Հայաստանի Հանրապետության իշխանությունները ամեն ինչ են անում արևմտյան պետությունների հետ մաքսիմալը անելու համար, բայց ինչ որ արտաքին պատճառներով դա չի ստացվում Վրաստանի առաջի հերթին, ես չեմ կարող մեղադրեմ Հայաստանի իշխանություններին։ Ես ասում եմ ինչ է պետք անել։ Եվ գիտեք, ինձ շատ հարմար կլիներ, կուզենայի նաև շատ, երազում եմ նույնիսկ 4 տարի ապրել եմ փոքր ժամանակ Երևանում, գամ Երևանում ապրեմ, ուզում եմ, գամ Հայաստանում քաղաքականության մեջ մասնակցեմ նաև, բայց ոչ թե որևէ մեկին աջակցելու նպատակով, արդեն ասացի, իմ սեփական քաղաքական օրակարգով։ Կուզենայի, բայց դա չեմ անում։ Ինչու չեմ անում։ Այսօրվա Հայաստանը շատ ավելի նպաստավոր է, իսկ այսօրվա Վրաստանում գտնվելը ուղղակի վտանգավոր է։ Ինչու չեմ անում, որովհետև շատ ավելի մեծ կարևորություն ունի Վրաստանը մեր ապագա վրաց-հայկական, հայ-վրացական ճակատագրի համար, քան թե իմ անձնական որևէ ցանկությունները, շահերը եւ այլն, նույնիսկ Հայաստանում։ Ուստի գալիս եմ, հետ եմ գալիս, օգնում եմ ինչով որ պետքա, բայց շարունակում եմ Վրաստանում, այստեղ եմ ներգրաված քաղաքական գործընթացներում, որովհետեւ սա ավելի կարեւոր է այսօր, հարգելի հայրենակիցներ։ Եվ ես գիտեմ իմ հանրությունը, ես տեսնում եմ մեր հանրությունը հայերը հասկանում են ես ինչ եմ անում, գնահատում են ես ինչ եմ անում։ Եվ այնպես են գնահատում, այնպես եք դուք գնահատում սա, որ ես զարմացած եմ նույնիսկ մեկ-մեկ եւ շատ բարձր եմ գնահատում, շատ շնորհակալ եմ ձեր այսպիսի իմ հանդեպ գնահատականի եւ սիրո համար։ Սա իմ համար ամենաթանկարժեք բանն է, որը ես տեսնում եմ։ Եվ սա գալիս է մեկ պատճառից, անկեղծությունից։ Ես ուզում եմ ասեմ, սիրելի հայրենակիցներ, քաղաքականությունը միշտ փոփոխվող իրավիճակում ճկուն, ուրեմն մոտեցումների հարց է, բալանսավորման հարց է։ Դիվանագիտությունը առհասարակ թշնամիների հետ
Լեզու բերան գտնելու հարցը։ Բացի դրանից հիշեցնեմ ձեզ բոլորիդ, ես մասնագիտությամբ համ պետական կառավարման, համ միջազգային հարաբերությունների եւ միջազգային իրավունքի մասնագետ եմ, բայց ես Թբիլիսիից եմ։ Հարգելի հայրենակիցներ, Թբիլիսիում մենք բոլոր էթնիկ ուրեմն խմբերն են ապրում, բոլոր կրոնները տարածաշրջանի։ Այստեղ հայերը, ադրբեջանցիք, վրացիք, քրդերը, հրեաները, ասորիները, եզդիները, ուրեմն ուրիշ օսերը, աբխազները եւ ուրիշ տարբեր խմբերը, ինչքան ուզես, միասին ենք բոլորս ապրում։ Եվ ես ձեզ ասեմ, որ մենք կարողացել ենք ադրբեջանցիքի հետ միասին, չնայած նրա, որ ես ամենակոպիտ կտրուկ մոտեցումն եմ ունեցել Լեռնային Ղարաբաղի պատմերազմի ժամանակ, եւ դա կարելի է գնալ իմ Facebook-ում հեշտ ստուգել, եւ փաստացի միակն էի, ով վրացերենով այսպեսի աշխատանք ծավալեց ամբողջ պատերազմի, հետ պատերազմյան Լեռնային Ղարաբաղի հայաթափման ընթացքում, որ տեղյակ պահի վրացիներին։ Դա շատ կարևոր էր։ Ինչու, որտեվ ես իմ էջի վրա այո կիսվել էի նաև հաղթելու ենք, որտեվ ես հավատում էի հաղթանակին։ Եվ ի սկզբանե ես այդ ուղղությամբ ամբողջությամբ իմ ներդրում անել եմ, բայց մի վարքյան մենք ադրբեջանցիքի հետ այստեղ չենք խախտե կարմիր գծերը։ Ասեմ ինչու, որովհետև մենք Վրաստանի քաղաքացի լինելով հարգել ենք մեր պետությունը, ուրիշի պետությունը չէ, մեր պետությունը։ Հարգել ենք միմյանց եւ հասկացել ենք, այո, հայը այսպիսի մոտեցում է ունենալու, ադրբեջանցին այսպիսի, բայց մենք միմյանց հարգել ենք, երբ որ հայերն են եղել հաղթանակած պատերազմում, եւ երբ որ ադրբեջանցիք են հաղթանակած պատերազմում, այստեղ Վրաստանում, որովհետեւ ուրիշ տարբերակ չկա, հարմար է, չէ, Երևանում նստել եւ լինել հայրենասեր։ Բարեք Վրաստան եղեք հայրենասեր։ Ինչպես Վրաստանի քաղաքացի։ Բա տեսեք այստեղ, որ պետքա լեզու բերան գտնես, վրացիքի հետ էլ, ադրբեջանցիքի հետ էլ։ Շատ շրջաններում խառն բնակչություն կա։ Կա գյուղեր առհասարակ շրջափակված են ադրբեջանական բնակչությունով։ Եվ ուրիշ բազմաթիվ հարցեր։ Եվ այո, այդտեղ էլ տարբերություններ է եղել իհարկե ադրբեջանական համայնքում, ում հետ ինչ կապեր են եղել։ Կան անկախ գործիչներ, կան մասնակի անկախ, կան շատ կախված Ադրբեջանից եւ ուրիշ այդ պետական համակարգներից եւ այլն։ Այդ ամեն ինչը տարբեր եւ այդ ճկունությունը մենք Վրաստանում միշտ ունեցել ենք եւ միշտ շարունակելու ենք ունենալ, որովհետեւ դա իր մեծ կարեւորություն ունի առհասարակ։ Եվ այո, ես փորձում եմ իրական նայել, թե մենք ինչ է, ոնց ենք հարցերը լուծում։ Եվ ես անկեղծ ասած ես շատ կուզենայի, որ դուք ձևավորվեիք իր ժամանակ, ինչպես նորմալ, քաղաքակիրթ, ընդդիմադիր ուժ, բայց ոչ ահաբեկչության ճանապարհ ընտրեիք, ոչ ռուսական գործակալների հետ միասին կանգնելը, ոչ իրանց օգնելը եւ ոչ էլ ուղակի ճշմարտությունը անտեսելը, էլի, իբրև չեք նկատում, իբրև չեք տեսնում, որովհետեւ դուք ավելի շատ եք ատում Նիկոլ Փաշինյանին, քան թե իրականում նայում քաղաքական գործընթացին, որտեղ որ լինել ճիշտ քայլերում կգովեիք անպայման։ Ինչ տարբերություն ով է անում, եթե ձեր համար հայրենիքն է կարևորը, ճիշտ քայլերը։ Բայց դուք մեկ անգամ չեք ասել այդ ճիշտ քայլերի մասին։ Դուք նաև մթնոլորտ եք ձևավորում, որ իբրև մենք կարող ենք շատ sense պինդ մոտեցումներ ունենանք թուրքերի դեմ, իբրև մենք ենք հաղթե պատերազմում եւ մեզանից դա թաքցնում են։ Իբրև մենք ռազմական հնարավորությունները խոսքին, չգիտեմ, մասնագետներ չունեք, որ տեսնեք Թուրքիան եւ Ադրբեջանը ինչ ռազմական հնարավորություններ ունեն, եւ մենք ինչ, բյուջե, բնակչություն։ Ես դրա մասին իմ եթերներում խոսում եմ, գոնե լսեք, չգիտեմ դուք առհասարակ ինձ ճանաչում եք, թե չէ, գիտեք ես առհասարակ ով եմ, ինչ եմ, ինչով եմ զբաղվում։ Որ տեսնեիք այս ալիքում իմ գործունեությունը, հաստատ չէիք ասի, որ ես կամ նիկոլական պրոպագանդիստ եմ, ինչը շատ ինձ վիրավորում է, կամ թուրքական պրոպագանդիստ, ինչը շատ ինձ նաև վիրավորում է։ Առհասարակ, եւ դուք ասեմ ձեզ, որ ինձ շատ վիրավորում եք։
Բացի դրանից ձեր հարթակում դնում եք եւ բոլորդ միասին ցենց հարցակվում եք դրա վրա, որ տեսեք մենք հիմա ստեղ մեր հարթակում ոնց ենք թիրախավորելու մեկ անձին եւ հենա ես էլ կանչեք ինձ ձեր եթեր, ունեք չէ այդպիսի հարթակներ, նախկինում կանչել եք չէ, կանչեք պատասխանեմ ձեր հարցերին։ Ինչ խնդիր։ Բայց չեք անի դա։ Հարմար չի ձեզ։ Դուք ուզում եք թիրախավորել։ Դե նա ես էլ իմ եթերում ձեզ չեմ թիրախավորում, պատասխանում եմ։ Եթե շարունակեք ինձ թիրախավորել, կթիրախավորեմ էլ։ Ինչ խնդիր։ Եթե ես Նիկոլ Փաշինյանին քննադատել եմ, եթե ես ռուսական բոլոր գործակալներին քննադատում եմ, դուք էլ գնացել ռուսական գործակալների դեմ կողքն եք կանգնել, եւ այսօր Նիկոլ Փաշինյանը, որը պայքարում է ռուսական գործակալների հետ եւ արևմուտքի հետ միասին է, շատ ուղղություններով, եւ արևմուտքում գոհ են դրանից։ Փաստացի դուք դա էլ չեք տեսնում։ Վաշինգտոնում հարցնում ես, իրան գոհ են Նիկոլ Փաշինյանից, Բրյուսելում հարցնում են, գոհ են Նիկոլ Փաշինյանից, Բևերին հարցնում ես, Բևերը ասում է Եվրոպական միությունի դեմ է Փաշինյանը, Ամերիկայի դեմ է Փաշինյանը։ Ոնց է ստացվում, որ դուք ավելի լավ գիտեք։ Չի ստացվում։ Եվ այո, մնացածին էլ որ քննադատում եք այդ Եվրաքվեի ժողովրդին եւ այլն, դա էլ իմ համար անհասկանալի էր։ Առհասարակ իմ մոտ պատկերացում է մնում եւ մի բան էլ ասեմ ձեզ, քաղաքականության մեջ չկա այսպիսի բան, որ անթերի է բոլորը, չեն սխալվում բոլորը։ Այո, եւ եթե ես որևէ գնահատականում սխալվել եմ, այդ թվում ձեր հետ կապված, ապա նորմալ է, ես կարամ ուղղեմ իմ սխալը։ Ինչքան շուտ, այդքան լավ։ Հիմա ես տեսնում եմ, որ դուք ինձ նմանեցնում եք Դաշնակցություն 2 ծրագրին, որը ամեն ինչ անում է Դաշնակցությունը, բայց արևմտյան թեզի օգտագործմամբ։ Ես դա չեմ հասկանում։ Ինչով է դուք ինձ բացատրեք, ինչով եք դուք տարբերվում Դաշնակցությունից, այն էլ գիտենալով ձեր կապերը Դաշնակցության հետ նախկինում։ Ինչով եք տարբերվում Դաշնակցությունից։ Բագրատ Գալստանյանի կողքը իրանք էլ են կանգնած։ Փաշինյանի հրաժարական իրանք էլ են ուզում, ծովից ծով քարտեզներ իրանք էլ ունեն, արևմուտքում իրանք էլ կապեր ունեն։ Բայց ռուսական գործակալներ են KGB-ի, սա իմ գնահատականն է։ Կարող է պարզվի, որ դուք KGB-ի ազդեցության տակ եք, ինձ ժողովուրդն է դա ասում։ Ես սենց հեշտ չեմ մեղադրում մարդկանց, ով բացահայտ գոնե արևմտամետ հայտարարություններ է անում, բայց կարող է պարզվի, որ ձեր բուն նպատակը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է, բայց դրանից հետո ինչ տեղի կունենա, առհասարակ պարզ չէ, որովհետև այսօր Նիկոլ Փաշինյանի հեռացումը նշանակում է ռուսական գործակալների իշխանություն գալը։ Եվ եթե Նիկոլ Փաշինյանը իր ժամանակ, ես ասացի, այո, Նիկոլ Փաշինյանի, եթե նույնիսկ Սերժ Սարգսյանը, այդտեղ ես ասում եմ դա, այո, եթե Սերժ Սարգսյանը պատկերացրել է հեղափոխությունը ժողովուրդն է կազմակերպել, բայց հեղափոխության նկատի ունեմ քաղաքական փոփոխությունը, եթե Սերժ Սարգսյանը եւ Ռուսաստանը պատկերացրել են, որ կտան Նիկոլ Փաշինյանին, դրանից հետո կկազմակերպեն Լեռնային Ղարաբաղ եւ դրա միջոցով հեղաշրջում կկազմակերպեն նորից, իսկ դրա փորձերը եղել է նոյեմբերի 9-ին, դրա փորձերը եղել են Լեռնային Ղարաբաղի հայաթափումից հետո, եւ Բագրատ Գալստանյանը առհասարակ դրա մասին էր նաեւ, որին դուք աջակցել եք, որ Նիկոլ Փաշինյանին հանեն եւ մեղադրեն իրան ամեն ինչի մեջ եւ հետ բերեն նույն իշխանությունը։ Այո, ես կարծում եմ ծրագիրը այդպիսին էր։ Եվ ծրագրի սխալը Նիկոլ Փաշինյանի այն էր, որ ինքը սկզբից համարձակ քայլերը չարեց, բայց այո, ես դրանում իրան քննադատում եմ, ասում եմ ինչի։ Ինքը որ լիներ համարձակ առաջնորդ 2018-ին կփոխեր արտաքին քաղաքականությունը, բայց ինքը չի փոխի, ասեմ ինչու։ Ինքը համարեց, որ եթե դա անի եւ Լեռնային Ղարաբաղում մի բան տեղի ունենա, հետո ասելու են Նիկոլ Փաշինյանն է մեղավոր։ Նույնիսկ 2020 թվականից հետո ինքը համարեց, որ եթե Ռուսաստանից հիմա հրաժարվի, հետո ասելու են Նիկոլ Փաշինյանն է մեղավոր։ Ես դրանում իրան համարում եմ սխալ եւ քննադատում եմ։ Եվ կարծում եմ պետք է դա աներ։ Բայց ուշ արեց։ Արեց։ Եվ անելը նշանակում է, որ ինքը ազատվեց այդ ռուսական ազդեցությունից։ Հիմա ազդեցությունը ինչպիսին է եղել, դա ուրիշ հարցեր է։ Գուցե իր պատկերացումում եղել, որ մենք պետք է մնանք ռուսական այդ ճարտարապետության մեջ։
Գուցե դա նաև մասնակի եկել է նրանից, որ Ռուսաստանը համարվել էր աշխարհում երկրորդ բանակը միջև Ուկրաինայում տապալվելը։ Փաստ է, չէ՞։ Գուցե Նիկոլ Փաշինյանը ուղղակի մտածել է, որ փաստացի ուրիշ ճարտարապետություն տարածաշրջանում դեռ ֆիզիկապես չկա 22 թվականին, դրա պատճառով է Լեռնային Ղարաբաղում ռուսական այդ մոդելին համաձայնվել, բայց ես ամենայն դեպքում համարում եմ, որ դա սխալ էր եւ պետքա սկանդինավյան ձևաչափին համաձայնվեր, արևմտյան ձևաչափին։ Եվ երբ Իրան Ադրբեջանը մետ եք համարում, դուք չեք ուզում նկատել, որ օրերս Ադրբեջանը քննադատում է Նիկոլ Փաշինյանի իշխանությունին, որ Հայաստան-ԵՄ ռազմավարական օրակարգի փաստաթղթում ներգրաված են հայկական գերիների հարցը, չասեք հիմա արևմուտքն ա ստիպել էլի Նիկոլ Փաշինյանին։ Դե չկասեք, գիտեմ։ Ներգրաված է Եվրոպական միության առաքելության շարունակական բնույթի հարցը, նաև չասեք Եվրոպական միությունը ստիպել է։ Ուրեմն դուք առհասարակ Եվրոպական միությունը չգիտեք ինչա, եթե այդպիսի բան ասեք։ Եվ Բաքուն դրա դեմ է։ Նաև խաղաղության խաչմերուկ է գրած, այլ ոչ թե որևէ միջանցք։ Նիկոլ Փաշինյանը չգնաց նոյեմբերի 9-ի 9-րդ կետով, չտվեց ոչ մի միջանցք, գնաց Վաշինգտոնի հետ միասին ստորագրեց, որտեղ որ միջանցք չկա։ Դուք այդ օրակարգին չեք աջակցել, ոչ էլ դեմ եք, բայց համ դեմ եք, բայց երբ որ արևմուտքում հանդիպումներ ունեք, ես կարդում եմ ձեր գրածները, ասում եք մենք կողմ ենք, բայց Նիկոլ Փաշինյանը դա չի կարող իրականացնել։ Խնդիրը ինչու՞մ է։ Նրանում, որ դուք իշխանություն եք ուզում։ Շատ մեծ կասկածելի գործընթաց է այստեղ տեղի ունենում։ Առաջ երթին։ Երկրորդը, ուզում եք իշխանություն, ինչ խնդիր, մասնակցեք ընտրություններում, ստացեք ժողովրդի աջակցությունը եւ ապա ձևավորեք իշխանություն։ Ինչ խնդիր։ Բայց դուք չունեք այդ աջակցությունը, ինչպես դաշնակցությունը չունի։ Եվ ես հստակ ասում եմ, որ ահաբեկչական ռետորաբանությունը ժողովրդավար Հայաստանում, իսկ այո 2016-ին Սասնա ծռերի ապստամբության ժամանակ բռնապետություն էր Հայաստանում, որի ապացույցը 2018 թվականի Թավշյա ոչ բռնի ժողովրդավարական հեղափոխությունն էր, ապա այսօր Հայաստանում ժողովրդավարություն է։ Չեք հավատում։ Արևմտյան գնահատականներին նայեք, Եվրոպական միության եւ Հայաստան ռազմավարական օրակարգում գրված է զարգացող հայկական ժողովրդավարությունը, ամրապնդվող հայկական ժողովրդավարությունը, պետք է ամեն ինչ անենք, պահենք ներկա ժողովրդավարությունը Հայաստանում, ասված է։ Միացյալ Նահանգներից այդ թվում։ Ուստի Հայաստանը ժողովրդավարություն է եւ ժողովրդավարությունում բռնի իշխանություն փոխելը տեղ չունի։ Եվ ես ձեզ կոչ եմ անում որևէ դեպքում կոչեր բռնի իշխանափոխության, հեղաշրջման չանեք։ Ոչ դուք, ոչ դաշնակները, ոչ որևէ մեկը ուրիշը, որտեվ դրան պետք է հետևի, եւ ես կոչ եմ անում Հայաստանի պատշաճ մարմիններին շատ խիստ պատասխան որևէ հակաօրինական գործունեությանը։ Վերջ, շատ պարզ։ Եվ եթե դուք կարծում եք, որ դա ինչ հիմա դուք արեցիք, իմ հանդեպ էր կոմպրոմատ, հակառակը։ Դա ձեր հանդեպ է կոմպրոմատ եւ շատ պարզ, որ ես ստիպված եղած ես պատասխանել։ Չէի պլանավորում, ինչու մասին առհասարակ, ինչ պատասխան կամ ինչու մասին խոսեի, չէի պլանավորում, բայց եթե շարունակեք, կպատասխանեմ ոչ միայն ձեզ, բոլորին, խնդիր չկա։ Եվ ես կարծում եմ, հանրությունը, մեր հասարակությունը հիմա մի փոքր երկար ստացվեց, հարգելի հայրենակիցներ, բայց կարծում եմ լիարժեք բոլոր այդ հարցերին պատասխանեցի, եթե որևէ հարց կա չեմ պատասխանել, մեկնաբանություններում գրեք, կպատասխանեմ, հաջորդ ելույթ կանեմ, եթե պետք լինի։ Խնդիր չկա, որ հարթակում ուզում եք, որտեղ ուզում եք։ Եվ ես ավելին ձեզ ասեմ, եթե Նիկոլ Փաշինյանը շեղվի այս մոտեցումից, ես իրան նորից կքննադատեմ։ Արտաքինի մասին է խոսքը։ Ներքինում առանձին է, ներքինի օրակարգը լրիվ առանձին է։ Եվ եթե դուք փոխեք մոտեցումը, ես նորից կփոխեմ իմ մոտեցումը ձեր հանդեպ։ Դա է քաղաքականությունը։ Կյանքի պես բան է, միշտ փոխվում է։ Չկա այնպիսի բան, որ երեկվա գնահատականը եւ այսօրվա նույնն է, որովհետեւ իրավիճակը փոխվում է,
Գլխավորը արժեքներն են, ես իմ արժեքներից չեմ շեղվել։ Եվ ինձ արժեքները ժառանգված են, ասեցի ձեզ, ով է իմ ուսուցիչը։ Եվ ես իմ արժեքներից չեմ շեղվելու։ Դուք փնտրեք ինչու եք շեղվել ձեր արժեքներից, մոտեցումներից եւ քաղաքական առաջնորդություններից, առաջնահերթություններից եւ այլն։ Դուք դրան ուշադիր հետևեք եւ տեսեք, եւ ես ապացուցեցի ձեզ այս եթերի շնորհիվ նաեւ շատ պարզ եւ ուղիղ։ Շատ շնորհակալ եմ ուշադրության համար, հարգելի հայրենակիցներ, կհանդիպենք, ցտեսություն։